Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, էլի ավտոլայվի ռեժիմով եմ, բայց այս անգամ քիչ անսովոր ավտոլայվ է, որտեղ ես չեմ վարորդը, Վարազդատի հետ ենք, Վարազդատ եւ միասին իջնում ենք կենտրոնի դատարան։ Տիգրան Մեծի ինչքան էր 23 էր, չէ՞, կարծեմ 23, հա, Ռասիա մոլի դիմաց, Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ, շուտով հեսա մի քանի րոպեից սկսելու է մեր եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին կալանավորելու միջնորդության քննությունը, այդ մասին հայտնել են փաստաբանական թիմը, մասնավորապես Արա Զոհրաբյանը, կարծում եմ այլ փաստաբաններ նույնպես ներգրավված են, այսօր խոսել եմ Մարինեի հետ Ֆարմանյան, չգիտեմ կոնկրետ նա այս գործով ներգրավված է թե չէ, որովհետև եւս երկու ուրեմն անձի Արագածոտնի թեմի հետ կապված ձերբակալելու տարել են կալանքի, ժամերը չգիտեմ, չեն նշել փաստաբանները, դիվանապետը եւ հաշվապահը, մինչ այդ 18 քահանաներից, ես հիշում եմ այդ թիվը հրապարակված էր, սա այդ չկապված մի քանի օր առաջ, այն ժամանակ երբ շաբաթօրը գնացել էի Ուխտերթի թարգմանչած տոնի արդիվ, այդ թիվը հիշում եմ, 18 թե 19 քահանայից 12-ին ձերբակալել են այսօր եւ հետո բաց են թողել, չգիտեմ ինչ պայմանով, մեղադրանք առաջադրել են, չեն առաջադրել, չգիտեմ, հիշեցնեմ, որ այս ամեն ինչի հիմքում դեռևս կարգալույս չարված Տեր Արամ Ասատրյան անունով քահանայի մատնությունն է, որը պասերով նրա հետ խաղարկել է Դանիել Յոհաննիսյան անունով բոլոր հարցերի փորձագետը, մեծ իրավագետը սահմանադրություն է գրում ադրբեջանցիների պահանջով։ Հիշեցնեմ նաև, որ այս երկրորդ ալիքը եկեղեցու նկատմամբ էս 37 թվի ալիքի, 37 թվի ռեպրեսիաների Փաշազադեի նոր հարցազրույցներ, նոր խոսքներ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի։ Ընդ որում նույն ձևով նախորդ անգամ էլ անմիջապես հետևեց Փաշազադեի խոսքին, ակնհայտ է, որ դա ուղղակի դիտվում է որպես հրահանգ եւ որոշ մարդիկ ստորագրում են այդ սրբապիղծ թղթերի տակ մարդկանց տանում են կալանքի։ Այսօր էլ տեսակ քնչականը դրել էր ինչ-որ գումար, ես իմ հոգևոր գրականություն, մեդալներ եւ այլն, ասենք անցյալ տարի ես ու Վարազդատը մասնակցեցինք 3 եկեղեցի է Արագածոտնի թեմում օծվել կամ վերաօծվել։ Հա, ներողություն, անցյալ ամիս, խոսքը վերաբերում է սեպտեմբեր ամսին։ 3 եկեղեցի, երկուսը լրիվ նորակառույց, մեկը վերաօծվել է։ Եվ մենք մասնակցեցինք այդ արարողություններից մեկին, այդ արարողության ժամանակ Վարազդատի հետ ծանոթացանք, Մկրտիչ Սրբազանի հետ մի 2 րոպե ենք խոսել, շատ չենք խոսել, բայց շատ այսպես դրական զգացողություն, դրական այսպես վերաբերմունք ձևավորեցինք Մկրտիչ Սրբազանի նկատմամբ, այդ իր աշխատասիրությունը, այդ իր նվիրվածությունը, այդ իր դրական խարիզման, այդ մի խոսքով էլի համայնքի նկատմամբ մեծ հարգանքը, համայնքի կողմից մեծ հարգանքի նկատմամբ, այդ ամեն ինչը մենք տեսել ենք, մի ամիս չկա, այդ ժամանակ ասեց, որ թարգմանչած տոնին էր մի մեծ ուխտերթ ենք կազմակերպելու, դրան էլ ես մասնակցեցի 4 օր առաջ, այդտեղ էլ նույնպես Մկրտիչ Սրբազանին տեսա, բայց երկար չենք խոսել, ընդամենը ողջունեցի, ապաշխարության կարգ արեց, մի խոսքով էլի, եւ անձնական հարց կա նաեւ մեր համար, մենք անձնապես շատ ջերմ վերաբերմունք ենք ձևավորել Մկրտիչ Սրբազանի վերաբերյալ։ Իհարկե, այստեղ ամենակարևորը այնա, որ մեր եկեղեցու նկատմամբ հարձակում է իրագործվում եւ չգիտեմ, տանը նստել չենք կարող, որոշեցինք գալ այստեղ կանգնել եկեղեցու մոտ, ես չգիտեմ ով է նույն վիճակում կարող եք գալ, նորից ասեմ Ռասիա մոլի դիմաց,
Նաև հիշեցնեմ, որ հենց այս պահին մեկ այլ քաղբանտարկյալի մասով, Սամվել Կարապետյանի մասով, երկրորդ օրն է արդեն մարաթոն հիշեցնող դատական նիստն է ընթանում, ժամուկես առաջ Արամ Վարդևանյանը դուրս եկավ եւ ասաց, որ արդեն ոնց որ թե գրեթե ավարտվել է, բայց դեռ այդ գրեթեն չի բրծնում, դեռ ոնց որ թե նիստը շարունակվում է, տեսնենք։ Մի խոսքով խայտառակ ռեպրեսիաների շրջան։ Ես շատ եմ լսում, որ ասում են, ուր են մարդիկ։ Չգիտեմ, ինձ թվում է մարդկանց մեղադրել ուղղակի պետք չի, որտեղ նաև կազմակերպական հարց կա այստեղ։ Իմ կարծիքն է, չգիտեմ, ով ինչ է կարծում, իմ կարծիքն է։ Մենք ամենայն դեպս եկել ենք։ Ես ու Վարազդատը միասին եկել ենք, արդեն հասնում ենք համարյա կենտրոն դատարանի մոտ, դատավորը Կարեն Ֆարխոյանն է, մեկնաբանություն չեմ ուզում անել։ Նույն Կարեն Ֆարխոյանն է քննում է 18 արդարների գործը, որով երկու բացառություններով 16-ի մասով նույն դատական նույն խափանման միջոցները թողեց, այդ թվում նաև Բագրատ Սրբազանի մասով մեկնաբանություն չեմ ուզում տալ, վաղն էլ արդեն կարելի ասել այսօր էլի, որտեղ որը փոխվել է ամսի 16-ն, այսօր էլ ժամը 16:00-ին նույն Բագրատ Սրբազանի գործով 18 արդարների գործով դատական նիստն է։ Նաև հիշեցի եմ, որ Բագրատ Սրբազանին եւ Միքայել Սրբազանին դեռ հունիս ամսին 2 օրվա տարբերությամբ նույն դատավորին մակագրեցին Մասիս Մելքոնյանին, ասենք ոչ թե Ֆարխոյանին, այլ նույնն էր, երկու Սրբազանին էլ նույն դատավորին, այնպեսի տպավորություն է, որ շատ կոնկրետ մարդիկ կան, որոնք որ այս հարցերով կարող են զբաղվել։ Հենա հասանք մի տեսախցիկ ենք այստեղ տեսնում, հոգևորականներ են մի քանիսը հավաքվել, ամեն դեպքում մենք էլ նրանց միանալու ենք եւ սպասենք, հուսանք, ինձ թվում է մենակ հրաշքին կարելի է հավատալ, որտեվ այս ամեն ինչը իրավական տրամաբանություն բնականաբար չունի, որտեվ եթե ունենար, այսպիսի խայտարակություն չէր լինի։ Ուրեմն այդքան աշխատանք արած մարդը իր մոտ չի կարող ունենալ, չգիտեմ, $10,000, $20,000 թող լինի, չգիտեմ ինչքան էր։ Դրամով, դոլարով, նորից ասեմ, անցյալ ամիս միայն 3 եկեղեցի բացած մարդը։ Եկեղեցուն փող չի կարող լինել։ Աբսուրդ էլի։ Այն ինչ ասեմ, այդ բոմժի մտածողության աբսուրդ էլի։ Ինչ ասեմ։ Այսքանը նորից ասեմ, գտնվում ենք կենտրոնի դատարանի առջև, Վարազդատի հետ ենք, 5 իրավապաշտպաններից, երկուսով էստեղ ենք եւ սատանում ենք հայտնում անձամբ Մկրտիչ Սրբազանին, Արագածոտնի թեմին, որի աշխատանքները այսօր կազմալուծել են, թաղումներ են եղել, քահանա չի եղել, որ գնա թաղման կարգանի, դա նույնպես սրբապղծություն է։ Այդ մարդկանց վերջի ուղի, վերջի ճանապարհելը առանց քահանաների, այս ամեն ինչը կազմակերպողների եւ իրականացնողների խղճին է։ Եվ եթե կա արդարություն, այդ մարդկանց նկատմամբ նույնը պետք է լինի։ Չգիտեմ։ Եկել ենք այստեղ անձամբ Մկրտիչ Սրբազանին աջակցելու, մեր եկեղեցու Արագածոտնի թեմին, բնականաբար մեր մայր եկեղեցուն որպես կառույց, որի դեմ հարձակումը արդեն ամիսներ է տևում, եւ իհարկե ազատություն մաղթելով բոլոր քաղբանտարկյալներին, որոնցից արդեն կարծեք թե երրորդ հոգևորականն են էլ Սրբազան, երրորդ Սրբազանն է, որ այդ ճանապարհին է։ Այստեղ տեսնում եք տարբեր հոգևորականների, հանրային գործիչների, մենք նույնպես նրանց միանում ենք։ Այսքանը շնորհակալություն Տիգրան Մեծի 23 հասցեով։ Բան կա ասելու։